Մարդիկ, երբ որ հանդիպում են դժվարության, ցավերի, նեղությունների, հարցեր են ավելի շատ առաջանում իրենց մոտ ապագայի հետ կապված։ Սատանայի և իրեն ենթակաների, որսվածների աշխատանքը այս առումով այն է, որ մարդկանց իբրև հանգստություն, ապահովություն ցույց տան, իբրև խաղաղություն ցույց տան, որ մարդիկ տարված լինեն երկրավոր ընթացքով, սիրտը միտքը կապված երկրավոր կյանքի հետ, ապագան չտեսնի, հավիտենությունը չտեսնի։ Հատուկ մի աշխատանք է տեղի ունենում նաև հիմա հենց, որ գրված է Տիրոջ գալուստի մոտակա ժամանակներում, այդպիսի իրավիճակներ պիտի անեն աշխարհի տիրակալներ, որ այսօր ժամանակավոր տիրակալներ են։ Թեսաղոնիկեցիս նամակում, առաջին նամակում Թեսաղոնիկեցի 1-5 գլխի 1-6 համարներում այսպիսի խոսք կա. Բայց այն ժամերի և ժամանակների համար եղբայրք պետք չունենք գրել ձեզ, որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, թե Տիրոջ օրը ինչպես գիշերվա գող, այնպես կհասնե, այսինքն հանկարծակի է, շատերի համար անսպասելի։ Քանի որ երբ որ կասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ կհասնի հանկարծակի նրանց վրա կորուստը, ինչպես ցավը հղիի վրա, և նրանք չեն պրծնի։ Իսկ դուք եղբայրք խավարումը չեք, որ այն օրը գողի պես ձեզ վրա հասնե, դուք ամենքդ լույսի որդիք եք, ցերեկի որդիք, գիշերինը չեք և ոչ խավարինը, ապա ուրեմն չքնեք ուրիշների պես, բայց արթուն և զարթուն լինենք։ Խաղաղություն և ապահովություն եք ասեն, մարդիկ կարծես թե մեկը իր ցանքով, մեկը իր ծրագրերով, մեկն իր առևտուրով տարված, ապագա կտեսնի իբրև լավ է լինելու, անհանգստանալու բան չկա, բայց հանկարծակի կլինի կորուստ և ցավ։ Այս խոսքերի հերթականության վրա եմ ճիշտ ասած մտածել, երկրավոր կյանքի ընթացքը որ նայում եք, ցավեր են, դժվարություններ, եթե մարդը չի ապաշխարում, Աստծո խոսքով գիտեք, եթե չի ապաշխարում, կորուստ է գնում։ Բայց այստեղ ասում է կորուստ, հետո ցավեր կլինեն շատ ավելի, ցավերը կհասնեն մարդկանց վրա, որ նայում ես այս կյանքից գնալը վերջը չի, ցավերի սկիզբն է, եթե մարդը չապաշխարի։ Մարդիկ հանդերձյալ կյանքում, որ Աստծուց կտրված ապրեն, հավիտենական այդ բաժանումը, որ լինելու են այնտեղ, որտեղ ցավերին վերջ չկա, տանջանք ու ցավ է լինելու։ Փաստորեն երկրավոր տեսանկյունով, երբ որ մարդիկ խաղաղություն, ապահովություն են տեսնում, այդ խաղաղությունն, ապահովությունն էլ ոչ արդար հիմքերի վրա, կեղծ, շատ օրենքների, իրավունքների խախտման վրա, դա նման է նրան, որ մի բարձրահարկ շենք կառուցես, որը ավազի վրա է կառուցված, պիտի փլուզվի, քանդվի, այդ խաղաղությունը չի կարա հարատևի, պիտի քանդվի, ու մարդիկ կտեսնեն, որ իսկապես խաբված էին։ Սակայն այդ խաղաղության, կեղծ խաղաղության և ապահովության ընթացքում մարդկանց վրա այս ազդեցությունն է գալու, որ մարդիկ ապաշխարելու վրա չեն մտածի, հեռուն մտածեն, ուր են գնում, ինչպես են ապրում։ Շատ մարդիկ, ինչպես ես մինչև ապաշխարելը լսել էի, մի գողացիր, մի շնացիր, սուտ մի խոսիր, բայց այդ խոսքերը կարծես լսել էի, գիտեինք, բայց իմ էության կյանքիս մեջ տեղ չուներ։ Ես որ հիմա նայում եմ ժողովրդին, հիշում եմ իմ անցյալը, որ անապաշխար ժամանակ եմ եղել։ Այն որ ասում է խավարած են, խավարում են, այսինքն մթագնաց մտքները, հասկացողություն չկա, թեկուզ կարող են լսեն մի գողացիր, բայց գողանան, կարծես թե չլսեցին, չհասկացան, դրա ինչու չգողանալ,
Ինչու շնություն չանել, ինչու չխաբել, ինչու այս միանորությունը չանել, որովհետև դրանց վարձքը մահ է, բայց մարդը չի հասկանում սրա մասին, խավարած է։ Մանավանդ երկրավոր խաղաղությունն ու ապահովությունը, որ ժամանակավոր, գիտեք, ինչպես որ ասեցի, փլուզվող, տեսնում են անփլուզ, կարծես թե պիտի կայուն լինի, վտանգ չեն տեսնում։ Դրանց, այսինքն իրենց անօրեն արարքների վրա մտածելու ընդհանրապես ցանկություն չունեն։ Հանկարծակի պիտի գա կորուստը եւ պահանջվի մարդուն իր գործերի համեմատ։ Սակայն այսօր զգուշացնող բաները փաստորեն բարիք են։ Ինչ է նշանակում լույսի որդիք եք, ցերեկին, լույսին եք, ցերեկի որդիք։ Ընդհանուր աստվածաշնչյան տեքստից հասկանում ենք, Աստծո խոսքը հասել է ձեզ, բացել է Աստված միտքդ։ Աստծո խոսքով կարողանում ես տեսնել քո արարքները, քննել, հետագա տեսնել, խավարի մեջ չես։ Եվ որքան որ հավանում ես Աստծո այդ ազդեցությունը, խնամքը, այնքան գնում ես դեպի նրա խոսքը սովորելուն, հետևելուն, այնքան ավելի ես լուսավորվում, ավելին ես տեսնում։ Եվ Պողոս առաքյալի այս խոսքը, որ ասում է խավարի մեջ լինող մարդկանց կամ մեր նախկին վիճակի մեջ եղողներիս, շատ համապատասխան արտահայտություն է։ Եփեսացիս նամակի 2:1-ում ասում է. դուք որ մեռած էիք հանցանքներում եւ մեղքերում, մեռած վիճակ, ֆիզիկապես կան, կարծես ողջ ման են գալիս։ Նոր որ կարդացինք Թեսաղոնիկեցիս նամակում ասում է խավարի մեջ, մարդը ոչինչ չի տեսնում, իրականում չի տեսնում, իր շուրջը կատարվող բաներն էլ չի տեսնում, ավելի շուտ հեշտությամբ ենթարկվում է խաբկանքի սուտ ինֆորմացիաների, խավարած միտք։ Այստեղ ասում է մեռած վիճակ եւ շատ դիպուկ է, սա չափազանցրած չի, գուցե եթե ավելի խիստ այդ վիճակ արտահայտող բառեր լիներ, արտահայտվեր էլի տեղիներ։ Ասում է, դուք որ մեռած էիք հանցանքներում եւ մեղքերում, որոնցում մի ժամանակ գնում եք այս աշխարհի սովորության պես, օդի իշխանության իշխանի պես, այն հոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ, որոնց մեջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկություններումը, մարմնի եւ մտքի կամքը կատարելով, բնության բարկության որդիք էինք, ինչպես ուրիշները, մինչև 3-րդ համարը կարդացի, 1-ից 3 համարները։ Սա մեր իրական վիճակն է եղել։ Որքան ենք մենք այդ վիճակը տեսել, հասկացել, որքան խորությամբ ենք հասկացել։ Ես որ ապաշխարեցի իմ շուրջը, իմ ազգականներից, իմ սենց ճանաչված մտերիմներից ապաշխարած մարդ չկար, գյուղում մարդիկ կային, որ ապաշխարել էին, որ կարող է իրենց ամիսը 1 կամ 2 ամիսը 1 տենց հնարավոր լիներ տեսնել, բայց լուրջ շփում չունեի հավատացյալ ժողովրդի հետ, որտեղ շատեր քիչ էին հավատացյալներն այդ ժամանակ։ Աստված ինձ մի ողորմություն արեց, ես ողորմություն եմ դա համարում, 90 թվականներ, 90-91 թվականները կոնկրետ թիվը չեմ հիշում, եղավ ավտովթար, վթարի ենթարկվեցինք, ես եւ ընկերներս, 2 ընկերներս, հրաշքով պրծանք, ապրեցինք, բայց իրականում այնպիսին էր վթարը, որ մենք էլ որ նայում էինք այդ վթարի վիճակին, ասում ենք պիտի մեռած լինեինք, թեկուզ այդ պահին գիտակցությունս կորցրել էի վթարի պահին, երբ որ հիվանդանոցում ուշքս տեղը եկավ, կամաց սկսեցի սթափվել, գիտեք, սա եմ մտածում։ Հարց էր առաջացել իմ մոտ, ես ինչու ապրեցի։ Կարծես սա մի հատ զգաստացնող բան լիներ։ Ես ինչու ապրեցի։ Այս հարցն էի տալիս իմ մեջ։ Հոգուս, խորքից գալիս էր այդ հարցը։ Կարծես մեկ ինձ օգնի հասկանամ, որ Աստված ինձ կյանք է տվել, պիտի մեռնեի, բայց չմեռա, բայց
Ինչ ունի ինձ ասելու Աստված։ Հենց այսպես մտածում էի ուղղակի ժողովուրդ։ Ինչ է ուզում ինձ ասել Աստված, ինչու ինձ պահեց։ Ինչ որ մի բան կար, որ պիտի հասկանամ։ Եվ աղաչանքս այս Աստծուն, ես չգիտեմ դա աղոթք է։ Ես չի հասկանում, որ ես աղոթում եմ, ես ուղղակի հարցս ուղղված է դեպի Աստծուն։ Գիտեմ մարդկանց ասեմ ինչ պիտի պատասխանեն։ Իմ հայր ու մայրս էլ այս հարցի պատասխանը չեն ունենա։ Հոգուս խորքից այնպես լուրջ չճանաչելով Աստծուն, բայց ինչ որ չափով գիտեմ Աստվածքան, ասում եմ ես ինչու ապրեցի, ինչու ինձ խնայեցիր, ինչ ունես ինձ ասելու։ Թեև շատ էի լսել Աստծո օրենքը, բայց կարծես կողքովս անցել էր։ Կարծես շատ բաներ դպրոցական տարիներում ստիպված սովորել ենք, լսել ենք, բայց ուղղակի պետք էր այդ իմանալ, բայց դա որքանով է ինձ պետք ապրելու համար այդ լրջությամբ չեմ նայել։ Շատ թեմաների այդպես էլ Աստծո խոսքի հանդեպ վերաբերմունք է եղել։ Բայց դրանից հետո սկսեցի Աստծո խոսքի վրա այլ կերպ մտածել։ Ուրակի հասկանում եմ հիմա, այսինքն դրանից հետո եմ հասկացել, այդ պահերից հետո դա Աստծո ազդեցությունն է եղել։ Միտքս բացել է, որ ես Աստծո օրենքով տեսնեմ իմ իրական վիճակը։ Խավարի մեջ ապրող մարդ, միտքս խավարած, լույս ծագի իմ հասկացողության մեջ։ Ես մեղավոր մարդ եմ։ Ես մեղավոր մարդ եմ։ Այն որ ասում է այստեղ մեռած էինք հանցանքներում։ Ես մեղավոր մարդ եմ, կամ զուգահեռտանեմ մեկ այլ հատված, որ խոսում է նույնպես Պողոս առաքյալը Հռոմեացիս նամակի 7-րդ գլխում 7-րդ համարից մինչև 9 կկարդամ. Արդ ինչ ասենք, օրենքը մեղք է, քավ լիցի, բայց ես մեղքը չէի գիտենա, եթե ոչ օրենքով, եւ ցանկությունը չէի ճանաչի, եթե օրենքը չէր ասել մի ցանկանա։ Մեղքը առիթ առնելով պատվիրանքովը ինձանում ամեն ցանկություն գործեց, որովհետև առանց օրենքի մեղքը մեռած է։ Եվ ես առանց օրենքի մի ժամանակ կենդանի էի, բայց երբ որ պատվիրանքը եկավ, մեղքը կենդանացավ, իսկ ես մեռա։ Երբ որ Աստծո օրենքը հասկացանք, լուսավորվեցինք ու տեսանք մեղավոր ենք, ինչը օրենքն էր վատը, որ մեր մեղավոր լինելը ցույց տվեց։ Ոչ, օրենքը սուրբ է։ Այս հատվածի վերջում ասում է արդար է օրենքը։ Աստծո օրենքը բարի է։ Ես իմ կյանքից եմ նորից օրինակ բերում, մինչև այդ վթարը, մինչև այսպես ասած Աստծո ազդեցությունը ընդունելը, մտածում եմ ես շատ լավ մարդ եմ, բարի մարդ, մարդկանց հետ հարգանքով եմ վարվում, շատ ողորմություն բարիք եմ արել մարդկանց, շատ լավություն եմ անում, արդար մարդ եմ եւ բարիքների արժան, հաջողություն ունենամ կյանքումս, արժան եմ դրանց, որովհետեւ ինչ որ չափել համատվելով ինձանից կարծես վատ մարդկանց, կարծես վատ, բայց ինձանից վատը չէին, համատվելով նրանց, ինձ ավելի արդար էի տեսնում, բայց երբ որ միտքս բացվեց, ես տեսա մեղավոր մարդ եմ։ Չգիտեմ, դուք ապրել եք մեղավոր լինելու այդպիսի զգացում։ Ես տանջվում էի մեջ։ Ես ասում էի, արժան չեմ կյանքի։ Կեղծ արդարություն, խաղաղություն եմ տեսել իմ մեջ։ Մի անխաղաղ վիճակ է արթնացել մեջս։ Հասկանում եմ, որ ես շատ վատ մարդ եմ։ Չար։ Շարժառիթներս չար։ Ինչ էլ որ արել եմ իբրև բարի, շարժառիթներ չար։ Իմ փառքի մեղինակության համար ես վատ մարդ եմ, հավատացեք սուգ էի ապրում, և դա չի եղել մեկ ժամով, մեկ օրով, օրեր այդպիսի սուգ եմ ապրել, այս զգացումն էլ ես չի կարող որից մեկի հետ կիսվել, միայն պիտի բռնեի մի հավատացյալ մարդ,
որ հավատում է Աստծուն, կարանա ինձ հասկանա։ Իմ ծնողներն էլ ինձ չէին հասկանա։ Ինչու ես մարդ անտեղի տանջում իրեն, բայց անտեղի չէի տանջվում։ Ես իրոք Աստծուց ողորմություն էի ստացել, Աստծու ազդեցությամբ տեսնում էի մեղավոր եմ, իրական վիճակ էի ես տեսնում, դա չափազանցված չէր։ Մի սուգ էի ապրում և ոչ մի բանով չէի մխիթարվում։ Դե շատ մարդիկ ասում են երաժիշտների համար, ինչ լավ է երաժիշտի համար, ամեն օր հարսանիք, ուրախություն, ծնունդ, ռեստորաններում, քեֆերի մեջ ոչ մի բան աչքից չէր երևում։ Ոչ մի բան ինձ համար մխիթարող չէր, այդ զգացումը մեղավոր լինելու սոսկալի էր։ Ես գիտակցում մեղավոր մարդ եմ և կորուստի արժան։ Աստծուց ողորմություն գտած լսեցի Քրիստոսի մասին։ Քրիստոս խաչվել է մեզ համար։ Իհարկե, որքան որ շատ ես քեզ մեղավոր տեսնում, այնքան ավելի դժվարությամբ ես կարում հասկանալ, որ միթե ինձ համար, միթե ինձ կողորմի Աստված։ Ախր ես շատ մեղավոր մարդ եմ։ Այն ժամանակ, որ ասում եմ իբրև ինձանից չար մարդկանց հետ համեմատվում էի, ինձ արդար տեսնում, այս ժամանակ բոլորից վատն է ինձ տեսնում։ Այն մարդիկ էր, որ վատ մարդիկ էին, վատ արարքներ էին արել, ասում չեն հասկանում, դրա համար են անում, այ որ հասկանային չեն անի, ես հասկանալով շատ բաներ եմ արել, շատ վատ, ես ավելի վատ մարդ եմ։ Այս զգացումով օրեր եմ ապրել։ Միայն Քրիստոսի խաչի գործով էր, որ սենց ասած մխիթարություն ստացա, ուշադրություն դարձրեք, փաստորեն ես խաբված էի ապրում, ես կարծում էի բարի էի, բայց այդպես չէր, ես կարծում էի շատ լավ մարդ եմ, բայց այդպես չի, իրականը այդպես չէ։ Քանի դեռ մարդը մեղքի ծանրություն այդ մեղավոր լինելու զգացումը չի ապրել, այդ հետագա այդ ուրախությունն էլ չի գնահատի, մեղքերի թողության ուրախությունն էլ չի հասկանա, ինչից ազատվեցի, ինչ էի արել, որ, բայց երբ որ դու հասկանում ես այդ ծանրությունը մեղքի, որ գիտակցությունդ բացում է Աստված, այլ ապրում է դա։ Այդպիսի մարդը դժվարությամբ է վերադառնում նորից մեղքի կյանքի։ Կարծես թե քեզ նորից խեղդվելու խավարի սև աշխարհի մեջ տանեն, ընկերներս, հարազատներս, բոլորը դարձան ինձ հակառակող։ Չեք պատկերացնի ինչ իրավիճակ ստեղծվեց։ Այն սիրելի հարազատներս, մորքուրներս, մանավանդ մեծ մորաքուրիս ասում էր մեր տուն չգաք, վերջ, հավատացյալ ես դարձել։ Շատ մարդիկ գիտեք, որ ապաշխարում են և նման բանի հանդիպում են, ասում են վայ, որ ես չեմ կարող ապաշխարի, իմ հարազատներն ասում են մեր տուն չգաս։ Մինչև անգամ ամենամոտիկ մարդիկ ինձ ասում էին ամոթ է հավատացյալ դառնալը։ Ես էլ ասում էի, ախր նրանք մեզ կարան կյանք տան, նրանք չունեն դա, չեն հասկանում։ Եթե Աստված ինձ ողորմել է, դա հասկանամ։ Մեղքը ինձ համար կենդանացավ, ես տեսա մեռած էի։ Իսկապես այս Պողոս առաքյալի այս խոսքերը իմ աչքերին այսպես պարզ երևաց, մեղքը կենդանացավ և ես մեռա, բայց իրականում այդպես կար, ես կարծում էի մահվան արժան չեմ։ Եվ սա բացատրում է իմ այն մտերիմներին, իրենք էլ չէին հասկանում, ասում դուք չեք պատկերացնում, մեղավոր լինել ինչ է նշանակում։ Մենք գնում ենք դեպի մահ, մենք մահվան արժան ենք։ Իսկ դուք ասում եք թող հավատքը, նորից գրամ այն խավարի մեջ, այն չար ճանապարհի մեջ, նորից վերադառնամ այդ կեղտոտ կյանքին, ինձ սիրելի մարդ ասում էր չէ, լավ չի, մի վերադարձի, բայց հավատացյալ մի եղի, ասում առանց հավատացյալ լինելու չես կարող, առանց Աստծո չես կարող, նրան հավատքով կարաս ազատվես այդ գերությունից, ուրիշ ճանապարհ չկա։ Ես դա հասկանում եմ, որովհետև երբ որ
մեղքի ծանրությունը, իմ անուժ լինելը տեսնում եմ, որ չեմ կարող մեղքից ազատվեմ։ Ես տանջվում էի, բայց Քրիստոսին երբ որ հավատացի, աղաչեցի, աղաղակում էի ինձ. Քրիստոս ինձ փրկիր։ Այն որ ինձ վթարից ազատել ես, ավարիայից ազատել ես, որ հասկացա դրա համար է ինձ պահել Աստված, որ ես այդ մասին լսեմ, ինձ փրկիր մեղավոր այս կյանքից։ Մի մեծ խաղաղություն ստացա, երբ որ սկսեցի աղոթել Հիսուսին։ Երբ որ հասկանում էի նա խաչվել է մեզ համար։ Նա մեր հանցանքներն իր վրա է վերցրել։ Այս ծանրություն, այս բեռը, որ անասելի ծանր էր ինձ համար, ես ծանր էի դա տանում։ Չգիտեմ, դուք ապրել եք դա թե չէ։ Մեռնել էի ուզում, ժողովուրդ։ Այդպես ես մեղավոր լինելու զգացում ապրել եմ։ Ասում եմ, եթե մարդը այսպես պիտի ապրի, սա կյանք չի։ Ուշադրություն դարձեք, ֆիզիկապես ես նյութական հարցերում լավ էի, դրանք չէին ինձ անհանգստացնում, մեղավոր լինելը։ Եվ Քրիստոսով, որ ազատվեցի, այս խոսքերը, որ ասում է Աստված, այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այս խոսքերը այնքան հարազատ էին ինձ։ Ես այս խոսքերով ուրախանում էի, մխիթարվում, հասկանում էի առաջին մոտիկը մարդուն, ամենամեծ հարազատն Աստված է։ Այսպիսի սեր, միթե կարելի այսպիսի սեր ունենալ, այն էլ քեզ չսիրողի հանդեպ, այն էլ քո կամքը ոտնահարող մարդու հանդեպ։ Միթե կարելի այսպիսի սեր միածին որդին տալ։ Այդ ժամանակ արդեն առաջնեկս ծնված էր։ Մի տարեկան դեռ չկար։ Այսինքն կես տարեկան էլ չկար։ Եվ ինձ համար, որ պատկերացնում եմ, առաջնեկը տաց քեզ, քո խոսքը, քո կամքը արհամարհող մարդու համար, ասում է, այ քեզ սեր, Աստված զարմանալի է, հզոր է և մեծ, բայց նաև շատ խոնար ասեմ, ինչպես ասեմ, ես չգիտեմ, ինչքան մոտիկ մարդուն, այն էր այսպիսի մեղավոր մարդուն, որ ես եմ եղել։ Այսպես մտածում էի նրա վրա և զարմանում այդ սիրո վրա, հավատացեք, ուզում էի նրան նմանվել, ուզում էի նրա նման մարդ սիրել, ասում ինչքան դժվար է մարդ սիրելը, հասարակ մի բան, կյանքիս ընկեր էր կինս, մի բաժակը մի բան մի տեղ չէր դնում, վայ էդի կռիվ էր դառնում իմ կողմից, անխաղաղ մարդ, ասում ինչ մարդ եմ ես, Աստված, որ իմ նման մտածեր, ո՞նց էր լինելու։ Ես ուզում էի նրա նման սիրել, պայքարում էի այդ քայլերն անել, հնարավոր չի, որ մեկը ուզեն ապաշխարի, մեղավոր լինելու այդ ծանրությունը ապրի ու թողություն գտնի, խաղաղություն գտնի ու չմտածի Քրիստոսի նման սեր, Քրիստոսից սիրել սովորելը։ Դա հնարավոր չի, եթե չկա մարդու մեջ այդ հակումը, նա այդ ճանապարհը դեռ չի անցել։ Եթե շատ անգամ մտածում ես, որ դու հասած ես, ամեն ինչ լավ է, քեզ մարդիկ չեն տեսնում, քո հավատքի քայլերը չեն նկատում, մի հատ ինքդ քեզ քննիր։ Լավ մտածիր սրա վրա։ Դու անցնում ես այս ճանապարհը։ Ես սկսեցի ջանք անել այլ կերպ կնոջը սիրել, իմ ընտանիքը սիրել, ոչ թե աշխարհիկ մարդու պես։ Ես հասկացա, որ ես սիրել չգիտեմ։ Ես հասկացա, որ մի վայրի մարդ եմ եղել։ Վայրի։ Ուղղակի այն վայրի ցեղերը, որ մենք տեսնում ենք, նրանք շոր չունեն, մենք շոր ունենք։ Ես բանով տարբեր չեմ այդ մարդկանցից։ Անկիրթ մարդ, բայց կարծում էի կրթված եմ։
վայրենի վարքով մարդ, բայց ես գիտեի բարի մարդ եմ։ Ես այդպեսի կարծիք ունեի իմ մասին, բայց չէ, օրենքից լուսավորված մեղքը կենդանացավ և ես մեռա, իմ աչքին տեսա իրականություն, դա իրական էր, ես մեռած էի, բայց ինձ կենդանի էի տեսնում, մեղավոր էի, ինձ արդար էի տեսնում, փրկեց ինձ Աստված, իր կամքի գիտությունը տալով, դեռ Աստվածաշունչ չէի կարդացել, գիտեք այդ ժամանակ, բայց Աստված իր օրենքը տալիս էր, տեսեք ինչքան կարևոր է օրենք իմանալ, մի գողացի, սիրի քո ընկերին քո անձի պես, սրա վրա ես մտածում էի, Աստծուց ազդված, սա Աստծո ազդեցություն էր, ես սա ոչ միայն գիտեի, ես սա ապրում էի, տանջվում էի, որ դա պահեմ, և հասկանում էի, ինչքան դժվար է, տեսնում էի, որ չեմ կարողանում, խնդրում էի Աստծուց, ողորմիր ինձ Տեր, երբ որ նայեցի Քրիստոսին զորացա, ինչ մեծ համբերություն, Հռոմեացիս նամակի 8-րդ գլխի 31 համարից եմ կարդում, ապա ինչ ասենք այս բաների համար, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ, հզոր Աստված մեր կողմ դարձավ, իր որդով մեզ արժանացրեց մեզ միաբանելու, իրան համարելու, իր որդուն հավատացողներին իրա բաժինը տեսնելու, իրա կողմը կանգնած տեսնելու, ասում է, որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, էլ ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ, եթե իր որդուն չխնայեց, էլ ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ, ով է, որ Աստծո ընտրածների դեմ մեղադիր լինի, Աստված է, որ արդարացնում է, ով է, որ դատե, Քրիստոս, որ մեռավ, այսինքն, որ մեր մեղքերի պատիժն իր վրա առած մեռավ, և ավելի, որ հարություն էլ առավ, այսինքն, կնքեց այն վկայությունը, որ ամբողջ պարտքը հատուցված է, ավելին, որ հարություն էլ առավ, և Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոսել է, հիմա բարեխոսել է, այսօրվա մեր սխալներն է, որ զղջում խոստովանում ենք բարեխոսել է այսօրվա համար էլ, ապա ով կբաժանե մեզ Քրիստոսի սիրուց, տառապանքը, թե նեղությունը, թե հալածանքը, թե սովը, թե մերկությունը, թե վտանգը, թե սուրը կբաժանե մեզ Քրիստոսի սիրուց, ինչպես գրված է, թե քեզ համար մերձվում ենք բոլոր օրը և մորթվելու ոչխարների պես համարվեցանք, այսինքն պատրաստեցինք մեր անձ այսպես, եթե այդ վտանգները լինեն, տեսնենք մահվան վտանգը մոտիկ էլ, պատրաստ եմ, այդ ավելի լավ է մահը կրեմ, բայց Քրիստոսից չբաժանվեմ, նրա սերը իմ հանդեպ ես տեսնում եմ, նա ինձ սիրում է, Աստված ինձ սիրում է, միթե կյանք չի տալու ինձ, վստահ եմ, որ լինելու է դա, 97 թվականին մի հիվանդություն, մրսեցի, բայց շատ կարճ, արագ վատացա, այնպիսի մի վիճակի մեջ էր, արդեն գիշերվա ժամը 1-ից մինչև 3-ը, ես գիտեի րոպե սա մեռնելու եմ, այլ չէի կարում շնչեի, կինս ինձ արթնացնում էր, որ շնչեմ, ուրեմն տեսնում էի, որ խնդրեցի Տիրոջը, ների իմ մեղքերը, ինչ որ մտածում էի, Տեր ինձ օգնի հիշեմ, գուցե ինչ-որ մի խանգարող բան լինի, որ ես չեմ կարողացել հասկանամ, զղջամ, խոստովանեմ, խնդրում եմ ինձ օգնիր, որ ես քեզ հետ միաբանվելու պատրաստ լինեմ, ոչ մի բան ինձ քեզանից չբաժանի, կբուժես, քո կամքը լինի, չես բուժի, միևնույն է, կորստից և դրանից հետո ցավերից ինձ արդեն ազատել ես, այսպես մտածում էի, երբ որ ինչ որ հիշեցի, խնդրեցի Տերների, էլ տանջվելու բան չունեի, թեկուզ ցավերը կար, մեկ մարդիկ անտեղի իրանց տանջում են, ինչ գիտակցել ես, խոստովանել ես,
Էլ քեզ մի տանջիր, ինչ որ չես հասկանում, դրա համար մի տանջիր քեզ։ Դա արդեն տեղ ես տալի չարին, որ քո հավատքը կոտրի։ Լավ, այսինքն տեղը տեղին վատ է, արդեն մեռնում է, բայց վստահ է, որ Աստծո մոտ եմ գնում։ Սկսել եմ աղոթել իմ կնոջ, իմ երեխեքի, իմ ծնողների համար։ Ողորմիր, իրանց պահիր։ Էս էր իմ հոգսս դարձել։ Բայց բուժեց։ Լուսաբացին ես գիտեի արդեն գնացի հանգստի մեջ, բայց մնացի երկրի վրա։ Լուսաբացին իրավիճակս փոխվեց, շունչ տվեց, ժամը 5-ից հետո արդեն սկսեցի դեպի լավը գնալ։ Հետո որ առողջացա, գիտեք ինչ, արդեն նորմալ, այդ սպառնալիք վտանգը չկար, ես ինձ նայում էի, քնություն հանձնեցի։ Քննվեց այն, որ սրտումս կար, տեսա, որ ես հավատում եմ Աստծուն։ Այն որ ասում է, պատրաստ էի մեռնեի, բայց Աստծո մոտ գնայի։ Չվիճեի, չտրտմեի, չխռովեի, բայ ես մեղքերս խոստովանել եմ, ինչու ինձ չես բուժում։ Կարող է չբուժի էլ։ Կարող է եւ սրով անցնեմ, բայց դա վերջը չի։ Մեծ ցավից արդեն բուժել է, կյանքի է արժանացրել, մեղքերի թողություն ստացած կյանքի եմ արժանացել։ Եթե նույնիսկ մեռնեմ էլ ինչ-ինչ վտանգներից, բողոքելու բան չունեմ։ Այդ ով չի մեռնելու որ։ Բոլորն էլ անցնելու են այս աշխարհից։ Որ ժամանակին կորոշի, թող իր կամքը լինի։ Ինչպես գրված է, թե քեզ համար մերձվում ենք բոլոր օրը, այսինքն ինքնական պատրաստ ենք մեր փրկությունը չկորցնելու համար այս կյանքից էլ հրաժարվել։ Միայն թե արդարությունը Աստծուն Քրիստոսի հետ լինել հավերժ։ Եթե մեղավոր լինելու եւ այդ ծանրությունը ապրած չեղար, դու չես պատկերացնի ինչ է մեղավոր լինելը, դու չես տեսնի ինչ է սպասվում մեղավորին եւ խախուտ ընտրություն կունենաս։ Դու չես պատկերացնի ինչ վտանգից է քեզ Աստված փրկել։ Իհարկե մեծ գին է տվել, սակայն ինչից է փրկել, նաև դա է կարևոր հասկանալ։ Ինչ մեծ վտանգից, հավիտենական տանջանքից։ Հավիտյան, գիտեք, տանջվելու ապագայից ես փրկվել։ Գնահատիր սա։ Շարունակեմ, բայց այս ամեն բաներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց, որովհետև հաստատ գիտենք, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ եւ ոչ բարձրություն եւ ոչ խորություն, ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերից, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսում է։ Սա անբաժանելի միության, միաբանության Աստծո հետ խոսք է, ընտրություն է, անբաժանելի ընտրություն։ Ոչ մի բան ինձ չի կարող բաժանել իմ Աստծուց, իմ Քրիստոսից, Աստծո այն սիրուց, որ Քրիստոսում երևաց մեր հանդեպ, այն սիրուց, որ Քրիստոսով երևաց մեր հանդեպ, ինձ Աստված սիրում է։ Ես է պարտավոր եմ նրան սիրել, պարտավոր եմ իմ բարեկամին սիրել, գնահատել նրան, որ իր անձը դրեց իմ փրկության համար, ես պատկանում եմ նրան, մենք Աստծունն ենք, Քրիստոս ընտրածներ, դուք Աստծունն եք, սրա համար պայքարեք ձեր ընտրությունը հաստատ անել, անփոփոխ ընտրություն, քնության ժամերին էլ հավատարիմ մնալ, մեկ մարդիկ տրտնջում կարծես ինչ իրավիճակներից կամ Աստված թույլ է տալիս ինչ որ իրավիճակներ, թեկուզ հավատացյալի կողմից, կարծես ինչ չհասկացան, ինչ չգնահատեցին, այն քայլերը, որ պետք է ցույց տան, չարեցին, դու այդ քայլերի ակնկալիքով մի ապրիր։
Դու ընտրիր Քրիստոսին հետևելու, անբաժանելի ընտրություն որոշիր կայացնել։ Գիտակցիր ինչից ես պրծել եւ ուր ես գնալու։ Սրա վրա խորը մտածիր։ Եվ այդ քո ներսի կռիվները թող։ Խոսքս հասկանում է այն մարդը, ով ունի այդ կռիվները։ Գիտեմ, Աստծո հոգին խոսում է ձեզ հետ։ Տերը ձեզ օրհնի, զորացնի։ Եկեք միաբան Պողոսի նման այսպիսի ընտրություն հաստատենք, ինչը մեզ կբաժանի Քրիստոսից։ Այսօրվա մեր ընտրությունը անսպասելի դժվարությունների մեջ պտուղ է տալու։ Դու գուցե քեզ հասած փորձության ժամին չհասցնես մի բան մտածել, բայց այսօրվա քո որոշումը, ընտրությունը Աստված տեսնում է եւ այդ պահին ասած չկողնորոշված պահին օգնություն է տալու։ Հաստատելու է քեզ, որ այդ ընտրությունը չխափանվի։ Զորացնի քեզ Տերը, որովհետեւ քո որոշումն է սա, սրտիդ խոսքն է սա, հոգուդ ձայնն է սա։ Տեր Աստված, ինձ օրհնիր քեզ հավատարիմ մնամ։ Մահն էլ ոչ մի բան էլ ինձ քեզանից չբաժանի։ Դու ինձ փրկել ես մեղքից, հավիտենական կորստից, հավիտենական ցավերից։ Փառք նրան հավերժ։ Ամեն։